Մեծ Բրիտանիայում այս օրերին լարված արշավ է ընթանում Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու աջակիցների կողմից, ովքեր պնդում են, որ եթե Թուրքիան անդամակցի միությանը, թուրք միլիոնավոր քաղաքացիներ կհաստատվեն Մեծ Բրիտանիայում։ Արշավի ակտիվիստներից ոմանք ասում են, թե նրանց մեջ կարող են լինել մարդասպաններ, ահաբեկիչներ եւ առևանգողներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը սակայն պնդում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը դեռևս շատ հեռու է իրականություն դառնալուց։ Իրադարձությունների զարգացման ներկա ընթացքը ցույց է տալիս, որ դրա համար կպահանջվեն տասնամյակներ եւ նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք վետո դնել որոշման վրա։ Եվրամիության ներկա անդամպետությունները Թուրքիայի անդամակցության հարցում ունեն կրկնակի վետոյի հնարավորություն, ասում է Լոնդոնի էկոնոմիկայի հաստատության իրավաբանության դասախոս Դամիան Չալմերսը։ Նախ պետք է միաձայն համաձայնություն լինի Եվրամիության նախարարների խորհրդում, որտեղ ներկայացված են անդամ բոլոր պետությունները։ Դրանից հետո Թուրքիան պետք է առանձին պայմանագրեր կնքի անդամ բոլոր 28 պետությունների հետ, որոնց խորհրդարանները կարող են նույնպես հանդես գալ վետոյի իրավունքով։ Չնայած Թուրքիան մարտ ամսին համաձայնեց հետ ընդունել այստեղից Եվրոպա տեղափոխված փախստականներին, փոխարենը հետ ստանալով Եվրամիության հետ բանակցությունները վերսկսելու խոստումներ, ինչպես Չալմերսն է ասում, բանակցություններն ընթանում են շատ դանդաղ հունով, քանի որ նախատեսվում է համաձայնություններ քաղաքական 35 հարցերի շուրջ։ Թուրքիան բանակցում է 2005 թվականից ի վեր եւ 35 կետերից մինչեւ այսօր միայն մեկի շուրջ է ձեռք բերվել համաձայնություն։ Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունների վրա մեծապես կազդի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեն, որը պիտի որոշի այս երկիրը մնում է միության կազմում, թե ընտրում է Brexit, այսինքն միությունից Մեծ Բրիտանիայի ելքի տարբերակը։ Լոնդոնի Regency համալսարանի դասախոսներից Իբրահիմ Սիրքեչին այն կարծիքին է, որ ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե Մեծ Բրիտանիան քվեարկի հանուն Brexit-ի։ Իսկ վարչապետ Դեյվիդ Քամերոնը նախազգուշացնում է, որ Եվրամիությունից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան կմղվի դեպի տնտեսական անկում, գործազուրկ կդառնա կես միլիոն մարդ։ Brexit-ի կողմնակիցների թիվը ներկա պահին որոշ չափով զիջում է երկիրը Եվրամիության կազմում պահելու կողմնակիցների թվին։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։